ըստ էության այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան. Առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Հիմա էլ նոր խոճապ է սկսել։ Մի ժամանակ ասում էին, որ բանակը, չգիտեմ, անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի։ Ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, այդ որ ցույց են տալու, այդ չի, ուրիշ բան են ցույց տալու։ Էս ինչ եք խառնվել իրար։ Ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, էս ցույց տվեք։ Էս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։ Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք Հայաստան դաշինքը ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարա այդքան լկտի ձևով հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը, էլի հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Ես չեմ կարա հավատամ, կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ իրեք քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է։ Այո, ժողովուրդը որոշում է, այդ եմ ասում, մի հատ բանը այդ 62 երկրի պասպորտ ունեցող անձը ասում են ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ, ասում են մենք հա, մնաց այսքան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, մի անգամ ժողովրդի անուն չեն տվել, իսկ մենք տեսել եք երբևէ մենք ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու։ Մենք ասում ենք, որ Ժորժ ջան, տեր կանգնիր խաղաղությանը եւ մեզ պետք չի պարզապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չպետք է պարզապես խորհրդանական մեծամասնություն ձևավորվի։ Պետք է, որ համադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու process-ը գնա միջև վերջ։ Իսկ իրանք ասում են մենք վստահ ենք, մենք այս ենք անելու, են ենք անելու և խոսում են շուն ու շանգյալների և բոշաների մասին։ Եվ այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին եւ քաղաքական բոշաներին պետք է ուղարկի
հարատև, քաղաքական, ինչ տարբերակներ կան ուրիշ։ Կարանք դնենք քվեարկության, Դուրս։ Հարատև քաղաքականությունից դուրս։ Հա, իմիջիալոց ասեմ, որ երեք ապօրինի գույքի բռնագանձման գործով, ես այսօր առավոտը կարդացի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է։ Եվ համոզված եմ, դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս անշրջելի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ զեկույցի շրջանակներում արդյունավետ քննարկման համար։